Կապանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնը 90 տարեկան է, արդեն 6 տարի այն ղեկավարում է Տիգրան Աթայանը, նախ խաղացանքն են ընդլայնել, ամեն ջանք գործադրում են, որ դերասաններն իրենց գնահատված զգան, հանդիսատեսն էլ գոհ հեռանա։ Ձգտել ենք նորմալ թատրոնի նույն կյանքով ապրել, ինչը որ հարիրա սովորական թատրոնին, մանավանդ երբ որ այսքան մայրաքաղաքը հեռու է մեզնից, մեր չարչարանքը մի քիչ ավելի շատ է, քանի որ մենք այնտեղ հեշտ է Երևանը, այստեղ դժվար է։ Մենք շատ ավելի ջանք ենք գործադրում որևէ տեղ, որևէ բան ցույց տալու համար, բայց կարծում եմ մեզ մոտ դա ստացվում է։ Թատրոնի 90-ամյակը նշանավորում են Շիրվանզադեի Քաոս վեպի նոր բեմադրությամբ։ Ստեղծագործությունը պատահական չեն ընտրել։ Պահոցից գտել են Վահե Շահվերդյանի նվեր գիրքը նրա ու Վարդան Աճեմյանի ձեռագրերով եւ որոշել համադրել թատերական աշխարհի մեծերի ու մերօրյա երիտասարդների մտածողությունը։ Դերասանները շատ սրտատրոպ մոտեցան յուրաքանչյուրը իր կերպարին, որովհետև շատ խիտ կերպարներ են, շատ սենց նուրբ անցումներով մենք փորձել ենք թողներով դասականը ավելացնենք այսօրվա նույն Շուշանիկին կամ Սմբատին, Միքայելին, փորձել ենք այսօրվա 21-րդ դարի մարդուն բնորոշ ինչ-որ հատկանիշներ վերագրել։ Ու ծանր աշխատանքեր ինձ թվում է երևի թե պատվով կարող ենք դուրս գալ։ Իսահակի կերպարում Արթուր Գաբրիելյանն է։ Նշում է 11 տարում 2 տասնյակից ավելի դեր է խաղացել Կապանի թատրոնում, այս մեկին հատուկ պատասխանատվությամբ է մոտեցել, քանի որ ինչպես թատերական աշխարհում են ասում, պիեսին կպել են մեծերը։ Շատ հաշվենկատ, շատ նաև փոքրինչ դաժան, շահամոլ, քինախնդիր, ինչու՞ չէ, ընդհանրապես շատ լավ կերպար է։ Այս կերպարի մարմնավորումը հնարավորություն է տալիս դրսևորել քեզ որպես արտիստ, որովհետև բացասական կերպարները ունեն այդ հնարավորությունը, շատ լայն հնարավորություններ, ու բացասական կերպար խաղալը ավելի հաճելի է, քան ինչ-որ դրական կերպար։ Դրա համար շատ եմ սիրում բացասական կերպարներ ու կարող եմ ասել, որ որպես դերասան նաև բախտավոր եմ, որովհետև այն ներկայացումները, որոնք բեմադրվում են մեր թատրոնում, մտովի որ կերպարի վրա որ հանգում եմ այ կուզեի ես կերպարը խաղալ, ռեժիսորները հենց այդ դերն էլ տալիս են։ Թատրոնը վերջին 3 ամսում ունեցել է 7 պրեմիերա, կապանցի հանդիսատեսը ձանձրանալ չի հասցնում։ Յուրա Վահանյան, Դավիթ Մաչկալյան, Լուրեր։